ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի գրին քարտի խաղարկության շրջանակում, այս մասին ասված է ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջում։ Մենք ժամանակ եւ անհրաժեշտ միջոցներ կտրամադրենք ԱՄՆ ազգային ու հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։ ԱՄՆ պետդեպարտամենտը 2025-ին չեղարկել է ավելի քան 100,000 օտարերկրյա վիզա, այդ թվում մոտ 8,000 ուսանողական եւ 2,500 մասնագիտացված վիզա այն անձանց համար, որոնք կապ են ունեցել ԱՄՆ իրավապահ մարմինների հետ հանցավոր գործունեության առնչությամբ։ Մենք կշարունակենք արտաքսել այս ավազակներին Ամերիկայի անվտանգությունը ապահովելու համար, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ ԱՄՆ-ն 25% չափով մաքսատուրքեր կսահմանի Իրանի հետ առևտուր անող բոլոր երկրների համար։ Թրամփը այս մասին հայտնել է Truth Social-ում գրառմամբ։ Անմիջապես ուժի մեջ մտնելուց հետո Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25% չափով մաքսատուրք կվճարի Միացյալ Նահանգների հետ կնքված բոլոր գործարքների համար։ Այս որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ երկխոսության մասին ստեղծված իրավիճակի մասին։ Իմիա Ուիթքոֆի միջև քննարկումը շարունակվել է բողոքի ցույցերից առաջ եւ հետո, դա շարունակվում է մինչ օրս։ Թեհրանը այժմ ուսումնասիրում է Վաշինգտոնից ստացված առաջարկությունները, ասել է Արաղչին։